չէ ոնց որ։ Ուրեմն վերջին 7.5 տարվա ընթացքում ձեր իշխանությունը ձեր քաղաքական թիմի ղեկավարի անունից, ձեր անունից խոստումներ են տվել, ցանկացել են լավ բաներ, գեղեցիկ խոսքեր են ասել ժողովրդին, արդյունքում ստացվել է ինչպես միշտ։ Կորուստներ, տապալումներ, ավերներ։ 2019 թվականին խոստացած Արցախը Հայաստան է, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ստացվեց Արցախը Ադրբեջան է։ 2021 թվականին, նույնիսկ 20 թվականին կարծեմ, խոստացած Շուշի Ես հիմա գալիս եմ քաղաքին, գալիս եմ այս հարցին, գալիս եմ Երևան։ Խոստացած Երևան, խոստացած Հայաստան։ Վերադարձեք այս տեյության հարցին։ Ձեր Ավինյանը խոստացավ։ Ուրեմն ես իմ ժամանակից մի վերցրեք։ Ուրեմն խոստացած Շուշիի դեօկուպացիա։ Չէ, ձեր ժամանակից վերցնում եք պարոն Դանելյան, որտեղ Շուշիից եք խոսում։ Ուրեմն գալիս եմ իմ հարցին, սպասեք։ Խոսեք, նա դուք լրեք եղբայր, որ ես խոսում եմ։ Նախ, ես ձեր հետ չեմ խոսում, նախ։ Ուրեմն մի խանգարեք։ Ասում ձեր հետ չեմ խոսում, դուք լրեք։ Երբ որ ես ձեր հետ կխոսեմ, դուք կապված է հարցի հետ։ Ես գալիս եմ հարցի, որ ուշադիր լինեք եւ համբերատար լինեք, կլսեք, որ գալիս եմ հարցին։ Հիմա խոստացած Շուշին դեօկուպացիա անելու համար արդյունքում Շուշին մնաց Ադրբեջանին։ Խոստացվեց, որ Մեղրի միջանցք չի լինելու, այսօր Մեղրիի միջանցք կա։ Հիմա խոստացել եք 8 տարվա մեջ 7 անգամ խոստացել եք մետրոպոլիտենի կառուցում, արդյունքում մետրոպոլիտենը չի կառուցվել։ Հիմա խոստացել եք կարմիր գծերը թանկացնելուց հետո Երևանի կենտրոնը կբեռնաթափվի, Երևանի կենտրոնը չի բեռնաթափվել։ Հիմա բերել եք մի նախագիծ, ես այդտեղ անդրադառնալու եմ սրա ֆինանսական մասին, բերել եք մի նախագիծ, որով միայն վերջի ուրեմն 7 հոգի, ես ավելի շասեմ էլի, վարչատնտեսական մասում 7 հոգու աշխատավարձ 286,000-230,000 դրամ աշխատավարձեր են կազմում։ Ես բարձր աշխատավարձերին դեմ չեմ, բայց եկեք այս աշխատավարձերը համեմատեք Երևան համայնքի ենթակայության տակ գտնվող այլ հիմնարկ ձեռնարկություններում աշխատող մարդկանց աշխատավարձերին, օրինակ պոլիկլինիկաների աշխատողների, բժիշկների, բուժքույրերի կամ մանկապարտեզների աշխատողների խոհանոցում կլինի աշխատողը, թե դայակ դաստիարակ կլինեն, իրանց աշխատավարձերին համեմատեք, տեսեք, երկու եւ ավելի անգամ այս ցուցակով ավելի են ստանալու մարդիկ, քան իմ վերանշած կառույցների աշխատողները։ Ինչքանով է դա արդարացի։ Դա արդարացի չի։ Եթե այստեղ մարդիկ ստանալու են 230-286,000 դրամ աշխատավարձ, պահակը, վարորդը, էլեկտրիկը, ուրեմն մանկապարտեզի եւ պոլիկլինիկայի աշխատողները ավելի արժանի են այս նմանատիպ աշխատավարձ եւ ավելի աշխատավարձ ստանալու։ Ուրեմն պետք է վերանայել մանկապարտեզներում աշխատողների, պոլիկլինիկաներում աշխատողների եւ համայնքային այլ կառույցներում աշխատողների մշակույթի կառույցներ կլինեն կամ ուրեմն արվեստի մշակույթի երաժշտական դպրոցներ կլինեն, այդ կառույցներում աշխատողների աշխատավարձերը պետք է վերանայվի, որովհետև հայտարարակ տարբերություն է այս աշխատավարձերի ինչ որ նախատեսել եք եւ այն կառույցներում, որը որ նշեցի, խոսքս վերաբերվում էր սրանց, սա պետք է վերանայվի։